Ժամը 17-ներ Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին Էմզաքարյան, շատ բարի օր։ Օրվա լրահոսում առանցքային արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականների ձերբակալությունը կամ բերման ենթարկելու լուրն է։ Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաքի մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Լրագրողները ենթադրել են, որ նույն թեմի քահանա Տեր Արամի հանրայինի հետ հարցազրույցի հիման վրա են կատարվում այդ գործողությունները։ Հարցազրույցում նա ասել էր, որ վերադասն է պարտադրել մասնակցել ընդդիմության 21 թվականի ցույցերին, ապա պարզվել է, որ հանրությանը ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանն է հաղորդում ներկայացրել, ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Հիշեցնեմ, թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանից բացի Երևանի քննչական վարչություն են տարվել եւս 5 հոգևորական եւ թեմի աշխատակից մի շարք քաղաքացիական անձինք։ Անցած գիշեր խուզարկել Սրբազանի տունը, նա ի դեպ Գարեգին II վեհափառի քրոջ որդին է։ Ձերբակալություններով ու խուզարկություններով է բացվել առավոտը Արագածոտնի թեմում։ 5 հոգևորականի եւ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին են բերման ենթարկել, նրանց բնակարանները խուզարկելուց հետո։ Փաստաբան Արա Զորաբյանը ահազանգել է, որ Սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ։ Քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է՝ տեղյակ չեմ։ Մենք այս մասով ես ինքս արդեն հաղորդում եմ ներկայացրել եւ նաեւ իմ Facebook-յան էջում սրա մասին գրել եմ, որովհետեւ մեր բոլոր փորձերը մեր վստահորդին հանդիպելու փաստորեն ձախողվել են։ Ըստ փաստաբանի պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է քրեական օրենսգրքի բռնի անհետացման վերաբերյալ հոդվածին։ Չենք տեսել, մեզ ասել են, որ իրեն բերման են ենթարկել, այսինքն մեքենան են նստեցրել եւ բերել են իբրև քննչական կոմիտե, ասել են բերում են Պարուս Սևակ 4 հասցեով, սակայն Մկրտիչ Սրբազանին այստեղ չէ։ Մամուլում սկսվեցին լուրեր շրջանառվել, թե ձերբակալություններն իրականացվել են Հովհանավանքի քահանա Տեր Արամի դատախազություն ներկայացրած հաղորդման հիման վրա։ Ավելի վաղ հանրային հեռուստատեսության եթերում քահանան հայտարարել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով, որը փաստացի Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն է, իսկ նա Գարեգին II վեհափառի քրոջ որդին է։ Հրահանգը եղել է, որ մանավանդ որ ես Երևանում եի ապրում, պետքա մասնակցեի բոլոր ցույցերին։ Դա այն դեպքում, որ ինձ վանքում սպասում են շատ մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքի կարիքն ու պակասը ունեին։ Ասենք որ ասեք չեմ գնում ցույցի, ինչ պետք է լիներ։ Խնդիրներ կլիներ։ Պետք է հստակ բացատրեի, թե ինչու չեմ գնում։ Ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ, եթե չեմ գնում։ Տեր Արամը 24 News-ի հետ զրույցում հերքել է շրջանառվող տեղեկությունները, ասելով, որ նրանցից է տեղեկանում հոգևորականների ձերբակալության մասին եւ հարցազրույցից բացի որևէ տեղ ինքը հաղորդում չի ներկայացրել։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ հայտարարել էր, որ Տեր Արամի հայտարարությունների հիման վրա քննչական կոմիտե հաղորդում է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը։ Պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապվել Իոաննիսյանի հետ, սակայն մեր բազմակի փորձերն արդյունք չեն տվել։ Ավելի ուշ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց։ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն նյութապես շահագրգռելու դեպքի առիթով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Երևանի քննչական կոմիտեում են Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ, Տեր Փառեն քահանաները։ Շենքի դիմաց հավաքված փաստաբանները հայտնել են, որ բերման ենթարկված հոգևորականներն ունեն վկայի կարգավիճակ։ Իրենք արգելանքի տակ այս պահին չեն գտնվում, նրանց ազատությունը սահմանափակված չէ, բայց տեսնում ենք, որ դուք էլ մեզ հետ արդեն առավել քան 2 ժամ է, չենք տեսնում, որ հոգևորականները դուրս գան եւ ազատ տեղաշարժվեն։ Իրավապաշտպանները նաև նշել են, որ հսկող ոստիկանները թույլ չեն տալիս իրենց մտնել շենք եւ շփվել վստահորդների հետ, իրականացնել նրանց պաշտպանությունը։ Չեմ իշնորհավորություն, խոսել ոստիկանների միջոցով։ Մարդկանց էլ խիստ հրահանգել են ոչ մեկի չթողել, իրանք էլ տանցխելով փորձեն։ Մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ ու հոգևորականներ ձերբակալությունները համարում են իշխանության եկեղեցու դեմ սկսված արշավի շարունակությունը։ Սա Մայրաթորի դեմ հարձակումների հերթական փուլն է։ Նաև իշխանության գլխավոր հարվածի նախապատրաստությունը, որ ըստ նախապես հայտարարվածի պետք է տեղի ունենա հոկտեմբերին։ Կույր պիտի լինել չհասկանալու համար, որ այդ արշավի մի տեսակ նաև շրջանակներում էս ամեն ինչ որ տեղի ունենա։ Իշխանական պատգամավորներից ՔՊԱ-ական Լուսինե Բադալյանն է լրագրողների հետ զրույցում իր կարծիքն ասել։
Հոգևորականներն ըստնավ ոչնչով չեն խանգարում, եթե զբաղվում են իրենց գործով։ Շատ ավելի ազնիվ կլինի, որ այդ հոգևորականները հանեն իրենց հագուստը եւ զբաղվեն քաղաքականությամբ, վերջ։ Իսկ եթե նրանք շարունակում են մնալ հոգևորական եւ այդ քողի ներքո անել որևէ դավադրություններ երկրի ներսում, ապա նրանք պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Կեսօրի դրությամբ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շարունակում էին խուզարկությունները հայ եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ նիստը հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է, նիստը մեկնարկել է 15:00-ին, որում դրսում հազարավոր քաղաքացիներ, Կարապետյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու աջակիցները շարունակում են մնալ դատարանի բակում իրենց աջակցությունը հայտնելով գործարարին։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով 3 քննիչը 2 ժամից ավելի պարզապես կարդացել է մի միջնորդություն, որը կապ չունի իրենց պաշտպանյալի հետ։ Վարդևանյանի խոսքով քննությունը տեղի է ունենում իրավաբանական հիմքերից զուրկ միջավայրում։ Եկեք մեկ օրինակ բերեմ, կարծում եմ դրանով բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ 2025 թվականի հուլիսի 4-ին, երբ Սամվել Կարապետյանը դեռևս նույնիսկ մեկ ամիս չէր ինչ կալանավորված էր, դա կհիշեք հատուկ վերանայման բողոքը, որը ներկայացրել էին Ապոլինի կալանքի վերաբերյալ մակագրվել էր Արմեն Դանիելյանին եւ այլ, այդ ժամանակահատվածներ։ 10,000-ից ավել մեր հայրենակիցներ հավաքվել էին, մասնակցում էին հանրահավաքի։ Հանրահավաքը երթով շարժվել էր դեպի ազգային անվտանգության ծառայություն։ Մարդիկ վանկարկում էին մեր ձևով եւ 10,000-ից ավել մարդկանց մասնակցությամբ հանրահավաքի ընթացքում նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չէր ունեցել։ Կարծում եմ դրանով բոլոր հարցերի պատասխանը տրված է։ Եթե իրավական գնահատական որևիցե մեկը եւ ոչ իրավաբան ոնց որ ես տամ, դա այն է, որ այս ամեն ինչի մեջ մենք չպետքա լինենք եւ Սամվել Կարապետյանը չպետքա գեթ 1 վայրկյան լիներ ձերբակալված կամ կալանավորված։ Ամեն ինչից անկախ չեմ վախեն այդ բառից, բայց հույս ունենք, որ դատավորը իր վճռի մեջ կլինի օրենքի սահմաններում եւ ոչ այլ միջնորդություններով։ Գիտեք, այստեղ իրավաբանություն չկա, ես չեմ տեսնում այստեղ իրավաբանություն, այստեղ պարզապես քաղաքական հրահանգների իրավական ձևակերպում է արված եւ արդեն այս պարագայում անիմաստ է, գիտեք, հասկանալ այս հոդվածն է, այն հոդվածն է, ակնհայտ է, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է, ինչ հոդված էլ ուզում ադրվի, քաղաքական հրահանգն է հիմքում։ Հիմա այս արդեն մեծ հաշվով նշանակություն չունի եւ ես այո դա կապում եմ Սամվել Կարապետյանի գործունեության հետ, եկեղեցուն պաշտպանելու նրա գործունեությանը եւ նրա արարքում քրեական հետապնդման մասնագետ լինելով քրեական հետապնդման որևէ նշույլ այստեղ չեմ տեսնում։ Ադրբեջանում ձերբակալվել եւ պետական դավաճանության ու իշխանությունը բռնի զավթելու մեղադրանքով 4 ամսով տնային կալանքի տակ է դրվել այդ երկրի ամենաազդեցիկ գործիչներից նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը։ Հիշեցնենք, նա շուրջ 4-րդ դար 1995-ից 2019 թվականները եղել է այդ պաշտոնում։ Ադրբեջանական մամուլում շեշտվում է, որ Մեհդիևի ձերբակալությունը տեղավորվում է Բաքվի հակառուսական քայլերի շրջանակում, քանի որ նա համարվում է Ադրբեջանում Ռուսաստանի շահերի առանցքային լոբիստներից մեկը։ Հայտնի է դարձել, որ նրան կհեռացնեն իշխող Յենի Ադրբեջան կուսակցությունից եւ կունեզրկեն, իսկ Մեհդիևի ունեցվածքը աստղաբաշխական ծավալների է հասնում։ Նրա այգիները ձգվում են հազարավոր հեկտարներ, սեփական տները նույնպես տասնամյակներով են հաշվում։ Մեհդիևը բաժնեմաս ունի բազմաթիվ ընկերություններում, այդ թվում բանկերում եւ բուժկենտրոններում։ Հայաստանի անկախության օրվա առթիվ Մոսկվայում մեր երկրի դեսպանության կազմակերպած ընդունելության ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվայի առաջարկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու վերաբերյալ մնում է ուժի մեջ։ Նա հավելել է, որ ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք պատրաստ ենք Երևանին ու Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը մնացած տարաձայնությունները հաղթահարելու այդ թվում հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները, նշել է Գալուզինը։ Այնուհետև պնդել, որ Մոսկվան մեծ եւ արդյունավետ դեր է խաղացել Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում։ Իր հերթին դեսպան Գուրգեն Արսենյանը եւս կարևորել է ռուսական դիվանագիտության ներդրումը կարգավորման գործընթացում եւ այն անվանել առանձնահատուկ։
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Նահանգներ գործընկերության շրջանակում Հայաստանի պաշտպանական բարեփոխումների աջակցության նպատակով իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր։ Կողմերը նոր նախաձեռնությունների շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Դոնալդ Թրամփը հրապարակել է սեփական պատկերով պետքարտուղարության պաստառը, որտեղ թվարկված են նրա դադարեցրած պատերազմները ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Նախագահ Թրամփ խաղաղության նախագահ Թրամփը 8 ամսում 8 պատերազմ է դադարեցրել։ Այս ցանկում վերջինը Իսրայելի եւ Համասի միջև պատերազմն է, նախավերջինը Հայաստանի ու Ադրբեջանի։ Շատ վերլուծաբաններ նկատել են, որ պաշտոնապես Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի մեջ չեն եղել, թեև հրադադարի շուրջ մի քանի անգամ փաստաթղթեր են համատեղ ստորագրել։ Այնպես ինչպես Միացյալ Նահանգների նախագահը կարողացավ ազատել Համասի ձեռքից իսրայելցի գերիներին, այնպես էլ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Թրամփին Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակել։ Իրական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ գերիները անարդարացիորեն շարունակում են մնալ Բաքվում, նշել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները եւ հիշեցրել, որ Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր գերիների ազատ արձակման հարցով Ադրբեջանի նախագահի հետ, ասելով, թե Ալիևը դա կանի իր համար։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարային այսօր ընդունել են Կրեմլում։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Սիրիայի միջև տասնամյակների ընթացքում առանձնահատուկ հարաբերություններ են ձևավորվել։ Ավելի քան 80 տարի մենք պահպանում ենք դիվանագիտական կապերը, ընդ որում դրանք հաստատվել են Ռուսաստանի եւ Խորհրդային Միության համար ամենադժվարին ժամանակներում 1944 թվականին։ Այս ընթացքում Սիրիայի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները միշտ ունեցել են բացառապես բարեկամական բնույթ, ընդգծել է Պուտինը։ Մոսկվան Դամասկոսի հետ հարաբերություններ միշտ առաջնորդվել է սիրիացի ժողովրդի շահերով, ասել է Ռուսաստանի նախագահը։ Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դաչիևը Ամերիկայի նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ նյութեր է փոխանցել կոնգրեսական Աննա Պաուլինա Լունային։ Դեսպանը հույս է հայտնել, որ Քենեդիի սպանությունը եւ խորհրդաամերիկյան հարաբերությունները ժողովածուի խմբագրական խորհրդի հավաքած արխիվային տվյալները լրացուցիչ լույս կսփռեն ողբերգության վրա։ Փաստաթղթերը խնդրել էր կոնգրեսականը Քենեդիի սպանության վերաբերյալ լրացուցիչ հետաքննության առիթով, որը նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ամերիկյան հանրությանը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ։ ԱՄՆ դաշնային կառավարության շատդաունը շարունակվում է արդեն երրորդ շաբաթը, քանի որ Սենատը չի կարողացել հավաքել անհրաժեշտ 60 ձայնը հանրապետականների կարճաժամկետ ֆինանսավորման օրինագիծն ընդունելու համար կողմ է քվեարկել 49 սենատոր, դեմ 45-ը։ Բյուջեն չընդունելու հետևանքով, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից, առաջին անգամ գրեթե 7 տարվա ընթացքում դադարեցվել է դաշնային գործակալությունների ֆինանսավորումը, խաթարելով ճանապարհորդության, կրթության, գիտության եւ պաշտպանության ոլորտների աշխատանքը։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը ազատել է հարյուրավոր աշխատակիցների։ Էսմիթսոնյան ինստիտուտը փակել է թանգարաններն ու կենթանաբանական այգին, իսկ օդային վերահսկիչների պակասի պատճառով կիրակի օրը հետաձգվել է շուրջ 8000 ճվերթ, եւս 270-ը չեղարկվել։ Ռուսական զորքերը գրավել են Դոնեցկի շրջանի Բարագան բնակավայրը, առաջ են շարժվել Դմիտրովի ուղղությամբ, հարվածել 138 ուկրաինական օբյեկտների եւ խոցել 195 անօթաչու, 6 Հայմեր սրթիռներ։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ էլ իրենց ստորաբաժանումները հետ են մղել 99 հարձակում, հարվածելով ռուսական անձնակազմի, սարքավորումների եւ հրամանատարական կետերի։ Ռուսական հարձակումների հետևանքով Ուկրաինայում արտակարգ էլեկտրաանջատումներ են եղել Սումի, Խարկովի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Կիևի եւ այլ մարզերում, հանգեցնելով ջրամատակարարման դադարի։ Վարչապետ Սվիրիդենկոն Վաշինգտոնում քննարկել է էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների հետևանքները վերացնելու հարցը։ Նախագահ Զելենսկին պատրաստվում է հոկտեմբերի 17-ին հանդիպել Թրամփի հետ օդային պաշտպանության եւ Թոմահավք քրթիռների մատակարարման օրակարգով։ Չնայած հաստատված հրադադարին, Իսրայելի ուժերը Գազայի հյուսիսում կրակ են բացել պաղեստինցիների վրա, սպանելով առնվազն 6 քաղաքացու։ Իսրայելը պնդում է, որ կասկածյալները խախտել են պայմանավորվածությունը, մինչդեռ պաղեստինյան աղբյուրները պնդում են, որ զոհերը խաղաղ բնակիչներ են։ Գազայի իշխանությունների տվյալներով հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի թիվը հասել է 68000-ի, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են փլատակների տակ մնացած հազարավոր մարդկանց հայտնաբերելու համար։ Հրադադարի ընթացքում փլատակներից հանվել է ավելի քան 250 մարմին, ենթադրվում է, որ եւս 10,000-ից ավել մարդ դեռ մնում է փլատակների տակ։
Չիկագոյի հարավային շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել, երբ դաշնային գործակալները բախվել են տեղացիների հետ։ Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ իրականացվող ուժեղացված իրավապահ գործողությունների ընթացքում բախման ժամանակ կիրառվել է արցունքապեր գազ, իսկ գործակալների ծառայողական մեքենան վնասվել է բնակիչների դիմադրության հետևանքով։ Քաղաքի դեմոկրատ քաղաքապետ Բրենդոն Ջոնսոնն ու Իլինոյսի նահանգապետ Ջեյդի Պրիցքերը հայտարարել են, որ դեմ են դաշնային գվարդիայի ներկայությանը, արգելելով դաշնային գործակալներին գործողություններ իրականացնել քաղաքային տարածքներում։ Աֆղանստանի եւ Պակիստանի միջև սահմանային բախումները վերածվել են զանգվածային հրետակոծության, օդային հարվածների եւ զորքերի կուտակման։ Վերջին օրերին տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել են տասնյակ զինվորականներ եւ քաղաքացիական անձինք։ Փակվել են սահմանային անցակետերը։ Կողմերը միմյանց մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար։ Թեև դիվանագիտական լուծումները գտնելու կոչերին իրավիճակը մնում է լարված եւ կարող է հանգեցնել տարածաշրջանային անկայունության խորացման։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Մեծ Բրիտանիան անսպասելի հայտարարություն է արել, հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը չեղարկել է երկու երկրների նկատմամբ զենքի մատակարարման ավելի քան 30 տարվա էմբարգոն։ Պետնախարար Սթիվեն Դաութին է ասել, որ Բրիտանիան որոշել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բարձրացնել իր երկկողմ հարաբերությունները, դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության։ Իդեպ Դաութիի գլխավորած պատվիրակությունն օգոստոսին Հայաստանում էր։ Հայաստանում գտնվող Բելգիայի թագուհի Մաթիլդան այցելել է առաքելություն Հայաստան սոցիալական ծառայություններ կենտրոն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կենտրոնում թագուհին հանդիպել է տարբեր ազգերի ներկայացուցիչ փախստականների հետ, ծանոթացել մատուցվող ծառայություններին, կառավարության իրականացրած ծրագրերին։ Մաթիլդա թագուհին քննարկել է նաեւ փախստականների ինտեգրմանն ուղղված հարցերը։ Երևանի փողոցներում, որտեղ անձրևը հաճախ բացահայտում է քաղաքի վնասված հատվածներն ու խոցելի կողմերը, մի մարդ իր ձեռքերով փորձում է փոխել իրավիճակը։ Էդուարդ Հայրումյանը ծրագրավորող, բայց առավել հայտնի որպես քաղաքի անտարբերության դեմ պայքարող ակտիվիստ, սովորական գործիքներով եւ անսպառ համառությամբ մաքրում է Երևանի խցանված հեղեղատարները։ Նրա գործը ոչ միայն ֆիզիկական աշխատանք է, այլև կոչ բոլորիս հաշտ չլինել շրջակա միջավայրի խնդիրների հետ։ Նարինե Ղուկասյանի ռեպորտաժն էլ ուղերձ է այն մասին, որ քաղաքի բարետեսությունը սկսվում է յուրաքանչյուրիս սրտացավությունից։ Ասում Էդուարդ ջան, ձեռնոց հագեք էլի։ Ինքը մաշկի գույնը ոչ մեկ չի հասկանում։ Երևանի փողոցներից մեկում կարելի է հանդիպել Էդուարդ Հայրումյանին, ձեռքին սովորական բահ, կողքին աղբով լիկույտ տեր։ Նա ծրագրավորող է, բայց իր ազատ ժամանակը տրամադրում է մի գործի, որն իր համոզմամբ շարքային քաղաքացին ընդհանրապես չպետք է աներ։ Վերջին տարիներին մայրաքաղաքում հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղներն ու դրանց կուտակումներն էին պատճառը, որ Էդուարդը որոշեց ինքնուրույն անցնել գործի։ Էդուարդը մաքրում է քաղաքի խցանված հեղեղատարները, փորձելով լուծել մի խնդիր, որը տարիներ շարունակ չեն կարողանում անել պատկան մարմինները։ Իմ պատկերացմամբ սա այն խնդիրը չի, որի վրա պետքա ուշադրություն դարձնի քաղաքացին, այս խնդիրը նենց պետքա լուծված լիներ, որ մարդիկ չնկատեին էլ ընդհանրապես սենց խնդիր գոյություն ունենալ իրավունք չկա էլի։ Նրա աշխատանքի մեթոդը բազմաշերտ է, նա ոչ միայն ֆիզիկապես բացում է խցանված դիտահորերը, այլև իր գործունեությունը վերածում է քաղաքացիական ճնշման գործիքի։ Ինչքան հնարավոր է քանդում եմ, ցույց եմ տալիս, որ կա փոսը, կա հեղեղատարը ու հավելվածով հայտ եմ բացում Երևանի քաղաքապետարան։ Գործիքը, որի մասին նա խոսում է, Active Citizen հավելվածն է։ Խնդիրը տեղում լուսանկարելուց եւ հայտը գրանցելուց հետո նա տեսանյութերը հրապարակում է նաեւ Facebook-ում, մատնանշելով պատասխանատու կառույցներին։ Մաքրել հանված աղբը։ Այսինքն ուղարկում ենք քաղաքապետարանին։ Արդեն իրանք համապատասխան այս խնդիրը, հիմա այս հանված աղբը, սա Երևանի քաղաքապետարանի խնդիրն է, պետքա գա եւ տանի ԵԱՍՄ-ի։ Իսկ դիտահորի հեղեղատարի բացելու շարունակությունը արդեն վիոլա ջրի խնդիրն է։ Արդյունքները թեև մասնակի, բայց կան նրա եւ այլ ակտիվ քաղաքացիների բացացայտերի շնորհիվ Թևոսյան, Ռուբինյանց, Միասնիկյան փողոցներում մի շարք հեղեղատարներ մաքրվել են, տեղ-տեղ նույնիսկ նոր կափարիչներ են տեղադրվել։ Սակայն ըստ ակտիվիստի խնդիրն ավելի խորն է։ Հաճախ պատասխանատուները, օրինակ Վիոլա ջուր ընկերությունը, ըստ նրա կատարում են ոչ լիարժեք աշխատանք։ Խողովակը բացեցինք, պարզ երևում է, որ այս է խողովակը, ինչպես եւ ամենասկզբից պատկերացնում էի, խողովակի ներսը եւս փակված է, հիմա սա փաստացի ձեռքի գործիքներով անհնար է բացելը։
Նրա խոսքով հատուկ տեխնիկա, որի օգնությամբ կարող է րոպեների ընթացքում մաքրել խողովակները, հազվադեպ է կիրառում։ Փոխարենը աշխատակիցները գալիս են դույլերով ու բահերով, կրկնելով այնինչ ակտիվիստն արդեն արել է։ Էդուարդ Հայրումյանն այս գործով զբաղվում է արդեն 5 տարուց ավելի։ Երևանի պետական համալսարանի շրջանավարտ է։ Արմատներով Արցախից է, մինչև 2008 թվականն ապրել է Ստեփանակերտում։ Նրա գործունեությունը միայն հեղեղատարներով չի սահմանափակվում։ Ես աշխատում եմ իմ օրվա գրաֆիկի մի հատվածը, դա կլինի մի ժամ, կես ժամ, 10 րոպե, թե ինչքան, տրամադրել քաղաքին։ Եթե ինչ-որ գործ չեմ նախաձեռնում այդ ընթացքում, ապա գոնե մի 5-10 հատ հայտ եմ բացում, թեժգից եմ զանգում, կլինի դա գիշերային լուսավորություն, 4 ծառերի հետ, փողոցի մաքրություն, չգիտեմ, մայթի ասֆալտ, քանդված եզրաքար, նստարանի վերանորոգում։ Այդ ամենից զատ Էդուարդը կազմակերպում է նաև շաբաթօրյակներ եւ ծառատունկեր, հիմնականում սեփական միջոցներով ու անձնական գործիքներով։ Էդուարդի գլխավոր նպատակը, սակայն ոչ այնքան խնդիրները միայնակ լուծելն է, որքան մարդկանց մեջ անտարբերությունը վերացնելը, սրտացավությամբ վարակելը։ Ամենակարևոր կոմպոնենտը իմ բլոգի վարման հետ է, որ մարդկանց մեջ արթնացնենք անտարբեր չլինելը, որպեսզի մարդիկ իրենց շրջակայքի, իրենց բակի առնվազն նկատմամբ չլինեն անտարբեր ու չհանդուրժեն այն ամեն վատը, ինչ տեսնում են իրենց կողքը։ Եվ մինչ պատկան մարմինները շարունակում են իրենց բնորոշ իներտությամբ արձագանքել խնդիրներին, Էդուարդը հերթական դիտահորի մոտ ցույց է տալիս բացված, բայց դեռևս աղբով լի խողովակը։ Նա հանգիստ, բայց վստահորեն նորից բացում է հավելվածը, եւս մեկ անգամ հիշեցնելով, որ քաղաքը պատկանում է իր քաղաքացիներին։ Նարինե Ղուկասյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Անցած մեկ օրվա ոստիկանական ամփոփագրով բացահայտվել է 136 հանցագործություն, ամենաշատը տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի մեքենա վարելու դեպքերն են, 46 արձանագրություն։ 19 դեպք վերաբերում է թմրանյութի հայտնաբերմանը, 7-ը մարմնական վնասվածք պատճառելուն, ընդամենը 2-ը անձնական ունեցվածքի գողությանը։ Բացահայտվել են նաև կողոպուտի, թմրանյութի իրացման, սուտ մատնության եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել 3-ը, անցած 24 ժամում գրանցվել է 20 ավտովթար։ Մեկ մարդ զոհվել է, 28-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Թվային աշխարհի այս աներևակայելի հնարավորությունները խոստումնալից հորիզոններ են բացում, մյուս կողմից ինտերնետային ու սոցցանցային կախվածությունն է դառնում հանրության համար գերխնդիր, որի համար ամենախոցելի խումբը երեխաներն են։ Ըստ որոշ հետազոտությունների TikTok-ից կախվածություն կարող է առաջանալ ընդամենը կես ժամ այն թերթելուց հետո, եւ սա այլևս անհատների խնդիր չէ, այլ սերնդի։ Թե ինչպես պայքարել մի երևույթի դեմ, որի ալգորիթմները մտածված են այնպես, որ երեխաների ուշադրությունը հնարավորինս երկար գրավեն, եւ ինչ դեր ունի այստեղ ծնողական վերահսկողությունը, փորձել է պարզել իմ գործընկեր Աննա Հարությունյանը։ Դեռ դասիա եւ 0 րոպե այսօր օգտագործվի, այսօրվա սահմանաչափը 1 ժամ 45 րոպե է։ Երեք երեխաների մայր Իրինա Չալտիկյանը գտել է երեխաների սոցցանցային վարակից հեռու պահելու խնդրի լուծումը։ Այն է վերահսկել երեխայի հեռախոսն ու դրանով անցկացրած ժամանակը։ Թեև սոցցանցերը կարող են ունենալ որոշակի կրթական եւ ստեղծագործական օգուտներ, դրանց բացասական ազդեցությունը շատ ավելի մեծ է։ Հետևորդների քանակ, լայքերի մրցավազք եւ կեղծ իդեալներ։ Սա այն իրականությունն է, որտեղ այսօր մեծանում են երեխաները։ Սոցիալական ցանցերը, որոնք դարձել են կյանքի անբաժան մաս, ուսումնական մրցակցությունը փոխարինել են թվային հարթակներում պայքարի թատերաբեմով։ Ես ունեմ 3 բալիկ, 6, 8 եւ 12 տարեկան, բոլորի հետ ի սկզբանե պայմանավորվել են, որ հեռախոս կունենան 10 տարեկանից։ Եվ մեծ տղաս արդեն 12 տարեկան է, նա 10 տարեկանից ունի հեռախոս եւ ներբեռնել եմ հավելված, որի միջոցով կարողանում եմ կառավարել իր ամբողջ գործունեությունը։ Հոկեբան Լիլիթ Խաչատրյանի խոսքով սոցցանցերով եւ համակարգչային խաղերով բեռնված հեռախոսները ոչ միայն երեխաներին կտրում են իրականությունից եւ ուսումնական գործընթացից, այլև կարող են հանգեցնել լուրջ խնդիրների։ Երեխան ողջ օրը անցկացնելով սոցիալական ցանցերում կտրվում է իր հիմնարար առաջնահերթ գործունեության տեսակից, կրթությունից եւ որը որ կարող է առհասարակ երկարատև մնալը սոցիալական ցանցերում վնասել երեխայի եւ հոգեկան գործընթացները եւ
մտածողությունը։ Մասնագետները հատկապես վտանգավոր են համարում TikTok-ի նման հարթակները, որտեղ վերահսկողությունը դժվար է, եւ ցանկացած բովանդակություն կարող է հասանելի դառնալ երեխային։ Երեխաները չունենալով զարգացած քննադատական եւ վերլուծական մտածողություն կարող են ընկալել տեսածը որպես բացարձակ ճշմարտություն, ինչը խեղաթյուրում է նրանց արժեհամակարգը։ Երեխան որպես կանոն քննադատական մտածողություն դիտած նյութերի նկատմամբ շատ քիչ է կարողանում ձևավորել, հատկապես եթե տեսնում է նյութը, որ հայտնվեց իր մոտ շատ լայքերով են ողողված, իրեն թվում է, թե դա միանգամայն իրականություն է եւ դա արժեք է իր համար։ Բացասական զգացումներ կարող է առաջանալ երեխայի մոտ, ստրես, հուզական գրգռվածություն։ Սա իր հերթին հանգեցնում է կեղծ իդեալների ընդօրինակման փորձերի եւ որպես հետևանք ինքնագնահատականի կտրուկ անկման, ստրեսի եւ հոգեբանական տառապանքի։ Երեխաները կարող են ստեղծել իրենց իդեալականացված կերպարները, փորձելով ինքնահաստատվել ոչ թե իրական, այլ վիրտուալ աշխարհում։ Այս կոնտենտներով երեխաները կարող են իրենք ստեղծել որոշակի կերպարներ, հերոսացված, իդեալականացված, որը որ իրենց կերպարից, իրենց իսկ սեփական կերպարից միանգամայն շատ հեռու է եւ սրանով փորձեն ինքնահաստատվել։ Այսինքն խապկանքի շեմը իրականության եւ սոցիալական հարթակներում գոյատևման, ինքնահաստատման, ինքնաներկայացման շատ մեծ է։ Երբ իրականության եւ թվային խապկանքի միջև սահմանները ջնջվում են, ծնողների դերակատարումը դառնում է առանցքային։ Ըստ մասնագետի արդյունավետ միջամտությունը երեխայի հետ գիտակցված երկխոսությունն է։ Առհասարակ պետք է սովորացնել, որ երեխան կարողանա վերահսկի։ Սովորաբար ցանկացած իրողության մեջ, որպեսզի մենք ուզենանք հասնել մեր ցանկալի արդյունքին, շատ կարևոր է ինֆորմացիայի բացատրությունը, ինֆորմացիա տալը երևույթի մասին։ Ունեմ տղայիս հետ պայմանավորվածություն պարբերաբար ստուգել իր չաթերը, որովհետև ես ինչքան էլ փորձեմ վերահսկել հավելվածի միջոցով, այդ իրենց ընկերական չաթերում շատ են ուղարկում տարբեր վիդեոներ եւ այլն։ Ուղղակի ունեմ պայմանավորվածություն, որովհետեւ ես կարողանամ վերահսկեմ այն, ինչ իրեն կարելի է եւ իրեն կարելի չէ, նայում եմ իր չաթերը։ Միայն այն բանից հետո, երբ վստահության մթնոլորտում վարվող զրույցները արդյունք չեն տալիս, կարելի է անցնել ավելի խիստ միջոցների։ Հեռախոսը վերահսկող հավելվածները թույլ են տալիս սահմանել ինչպես էկրանային ընդհանուր ժամանակ, այնպես էլ սահմանաչափեր կոնկրետ հավելվածների համար։ Հավելվածը թույլ է տալիս վերահսկել երեխայի ընդհանուր ժամանակը հեռախոսի մեջ, նաև վերահսկել եւ տեղադրել սահմանաչափեր կոնկրետ հավելվածներում երեխայի ժամանակի անցկացման չափը։ Մասնագետների համոզմամբ սոցիալական ցանցերի ազդեցությունը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցը ծնողի ակտիվ մասնակցությունն ու բաց հաղորդակցությունն է։ Վերահսկողությունը կարող է օգնել սահմաններ գծել, բայց առանց վստահության եւ կրթության այն չի ապահովի ցանկալի արդյունք։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Եվ թողարկման վերջում ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինում հյուրընկալվեց Իռլանդիայի հավաքականին եւ պարտվեց 0-1 հաշվով։ 52-րդ րոպեին մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար կարմիր քարտ ստացավ թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը։ Մինչև այդ պահը խաղն ընթանում էր մեր թիմի առավելությամբ։ Իռլանդիան թվային առավելությունը գոլի վերածեց 70-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականը 3 միավորով նահանջեց վերջին տեղ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խաղից հետո ասել է, որ կարմիր քարտը կոտրեց թիմի խաղը։ Բարսեղյանի արարքի եւ ազգային թիմի խաղը ձախողելու համար Մելիքյանը ներողություն է խնդրել երկրպագուներից։ Մենք շատ լավ պատրաստվել էինք։ Մենք խաղից առաջ գիտենք, որ մրցակից մարզիչը կփոխի սխեման։ Մենք հասցրեցինք ռեակցիա տալ, պրոտիվայադը գտանք եւ կարողանում էինք փակել եւ ունենալ մեր մոմենտները։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաջողության հասնել 11-11-ի դեմ, բայց երբ մնացինք 10 հոգով, ես չվախեցա գնալ վաբանկ եւ փոխեցի սխեման։ Ես խաղի ընթացքում փոխել եմ 3 անգամ սխեման, մեկը ընդմիջմանը, մեկը 10 հոգու ժամանակ եւ ցանկանում էի իմ թիմին ինչ-որ բանով օգնել, բայց մոտիկ էինք, որ արդյունքը լիներ այլ, բայց ցավոք սենց է, բայց սա մեծ փորձ է մեր համար եւ վստահ եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, կարևորը
ոգին պահել, միասին լինել ու շարժվել առաջ, նվիրված։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի ու խաղաղ երեկո բոլորիս։